Բարի գալուս մեր ստեղծագործական լաբորատորիա, որտեղ գիտությունն ու երևակայությունը միավորվում են, ստեղծելով գեղեցիկ և անուշաբույր օճառներ։ Օճառ պատրաստելու համար մեզ անհրաժեշտ են օճառի հումք, տարբեր գույների ներկանյութեր, անուշաբույր նյութեր, ելակի, սեխի և շոկոլադի բույրերով, կաղապարներ տաքացուցիչ սարք, մագնիսական խառնիչ և մի փոքր սպիրտ՝ կաղապարների մշակման համար։ Սկսում ենք գործընթացը՝ հումքը հալեցնելով տաքացուցիչի օգնությամբ։ Շատ կարևոր է, որ այն հալվի հավասարաչափ և չգերտաքանա, որպեսզի պահպանի իր որակը։ Երբ ստանում ենք հարթ և միատարր զանգված, անցնում ենք ստեղծագործական փուլին, ավելացնում ենք ներկանյութերը, մեր օճառին տալով վառ և գրավիչ գույներ, այնուհետև ընտրում ենք բույրերը, ելակ, սեխ կամ շոկոլադ, որոնք օճառին հաղորդում են յուրահատուկ հոտ և հաճելի տրամադրություն։ Խառնուրդը լավ համասեր դարձնելու համար օգտագործում ենք մագնիսական խառնիչ, որպեսզի բոլոր բաղադրիչները միաձուլվեն և ստացվի բարձրորակ վերջնական արդյունք։ Հաջորդ քայլում պատրաստում ենք կաղապարները։ Դրանք թեթևակի մշակում ենք սպիրտով, որպեսզի օճառը հեշտությամբ առանձնանա և ունենա հարթ մակերես։ Այնուհետև զգուշությամբ լցնում ենք պատրաստված զանգվածը կաղապարների մեջ։ Այժմ մնում է սպասել։ Թողնում ենք, որ օճառը սառչի և կարծրանա։ Այս փուլում կարծես տեղի է ունենում փոքրիկ կախարդանք։ Սառչելուց հետո հանում ենք օճառները կաղապարներից և արդեն տեսնում մեր աշխատանքի արդյունքը՝ գունեղ, գեղեցիկ և անուշաբույր օճառներ։ Վերջում փաթեթավորում ենք դրանք՝ դարձնելով ոչ միայն օգտակար առօրյա միջոց, այլև հրաշալի նվեր։ Այսպես մի քանի պարզ քայլերով ստեղծեցինք փոքրիկ արվեստի գործեր մեր ձեռքերով։